Девчонки, вы живы там? Потерпите чуть-чуть. Сколько вы здесь находитесь? 4 года вы здесь живете? 4 года, да? Այս երկու աղջիկները վերջապես ազատ են արձակվում 4 տարի գերի մնալուց հետո։ Նրանք գերի էին ընկել Սկոպիոնի մանյակի մոտ։ Ինչու կամ ինչ պատճառներով էր մանյակը որոշել նրանց պատանդ վերցնել, որքան ժամանակ է նա այդ ամենը պլանավորել, եւ ինչու է Մոխրովը ազատության մեջ գտնվելով դարձել ամենահայտնի մարդասպաններից մեկը։ What's your emergency? Վիկտոր Մոխրովը ծնվել է 1950 թվականի հունիսի 22-ին Ռեզանի Սկոպին քաղաքում։ Մի ընտանիքում, որտեղ հարբեցող հայրն ամեն օր ծեծում էր մորը, իսկ Մոխրովը այդ պայմաններում դառնում է ուղղակի մայրիկի տղա։ Մեծանում է եւ ամեն ինչում լսում մորը։ Դպրոցն ավարտելուց հետո Մոխրովը ընդունվում է ուսումնարան, բայց նա նաեւ կարող էր այլ շրջանում ուսումնարան ընդունվել, նույնիսկ Մոսկվայում, ավելի լավ կրթություն ստանալ, հեռանկար ունենալ, սակայն Մոխրովը չի ցանկանում մորը թողնել մենակ հոր հետ, ինչպես նաև առհասարակ Մոխրովը չի ցանկանում մորից հեռու մնալ։ Նա դարձել էր մամայի բալա, անում ամեն ինչ, ինչ նրան մայրը կթելադրեր։ Այդ տարիքում, երբ որ դեռահաս էր, նրա մոտ մեծ ցանկություն կար տարբեր աղջիկների հետ հանդիպելու, ինչպես նաև սեռական հաճույք ունենալու համար։ Սակայն մոր պատճառով, ավելի կոնկրետ, մոր ինֆլուենսի պատճառով նա դա չի անում։ Այսպիսով, երբ Մոխրովը 29 տարեկան էր, նա տուն բերում է հարս, ով այդտեղ մնում է ընդամենը 3 ամիս։ Ինչ էր պատճառը, ինչու նրանք միանգամից բաժանվեցին, կարճ կոնկրետ մայրն էր պատճառը։ Նա ուղղակի չէր հավանում այդ հարսին եւ չէր ուզում, որ իր տղայի կողքը նման հարս լինի, նման աղջիկ լինի։ Այդ իսկ պատճառով Մոխրովը լսում է մորը եւ ազատվում այդ աղջկանից։ Այսպիսով նա մնում է մենակ իր սեռական ցանկությունների հետ ու անընդհատ ձգտում ինչ որ մի կերպ դա բավարարել։ Սակայն մայրը չի թողնում, որպեսզի նա կրկին ամուսնանա, վախենալով, որ նա կրկին վատ հարց կբերի տուն։ Այդ իսկ պատճառով Մոխրովը սկսում է այլընտրանք փնտրել։ Քանի որ Մոխրովը շատ ֆինանս չէր ցանկանում վատնել, այլընտրանքը դառնում է անչափահասների առևանգում։ Այսպիսով նրա մտքում հղանում է մի շատ իդեալական միտք, որը կարծես բոլոր մարդասպանների կամ մանյակների մոտ է առաջանում, ստեղծել ապահով տարածք, բունկեր, որտեղ նա կկարողանար իր սիրեցյալներին, զոհերին բերել եւ նրանց հետ վարվել այնպես, ինչպես նա կցանկանա, նրանց պահել ընդմիշտ իր հետ։ Էջում բազմիցս խոսել եմ մանյակների մասին, որոնք ունեցել են կամ գարաժ, կամ հենց բունկերներ են ստեղծել, դրանք կարող եք դուք մտնել նորից վերանայել, եթե մոռացել եք, բայց ասեմ, որ սա, չգիտես ինչու, բոլորին թվում է իդեալական տարբերակ, ստեղծել ապահով տարածք, որտեղ նրանց ոչ ոք չի գտնի։ Իսկ հարևանները, ինչպես բոլոր սցենարներում, հարևանները չեն ենթադրում ինչ-որ վատ բան, նրանք կարծում են ամեն ինչ նորմալ է, քանի որ Մոխրովը բոլորին պնդում էր, որ նա ուղղակի ավտոտնակ է կառուցում ու դա ավտոտնակի մի մասն է, իսկ մայրը զուտ թքածուն էր։ Ինչ ուզում է թո անի, միայն թե կին տանը չբերի։ Մոխրովը մորը սիրում էր, հարգում էր եւ այդպես էլ արեց։ Նա տուն կնոջ չբերեց, բայց այդ բունկերում բերեց։ Այսպիսով նա կազմակերպում է մի փարթի, որի ժամանակ տարբեր մարդկանց է հրավիրում իր ընկերներին, ծանոթներին, ինչպես նաև տարբեր անչափահասների ու այդ բոլոր անչափահասներին դե ինքն էլ սկսում է հյուրասիրել խմիչքներ, բոլորը հարբում են, ինքը նույնպես, այսպիսով երբ որ աղջիկներից մեկը որոշում է մնալ եւ շարունակել փարթին, երբ իր բոլոր ծանոթները եւ ընկերները գնում են, Մոխրովը ուղղակի ուրախանում է։ Նա երջանկությունից փայլում է եւ հասկանում է, որ սա իր միակ շանսն է։ Նա կարող է աղջկան 13-ամյա աղջկան պահել իր տանը եւ դարձնել իր կինը, ինչու ոչ։ Լավ միտք է, լավ սցենար է գրված, բայց Մոխրովը մի փաստ հաշվի չէր առել։ Նա նույնպես հարբած էր։ Նա գտնվում է թույլ վիճակում եւ աղջիկը կարողանում է փախնել տանից։
Սակայն քանի որ աղջիկը վատ անուն ուներ, նա շատ հաճախ էր տարբեր նմանատիպ փարթիների հաճախում, որոշում է ոստիկանություն չդիմել։ Առաջին հերթին վախենում է իր անվան մասին, որ կրկին վատ խոսակցություններ, վատ զրույցներ կգնան, երկրորդ պատճառը ոստիկանները մեկ է բան չեն անելու, ինչու դիմել։ Այսպիսով 13-ամյա այդ աղջիկա ոստիկանություն չդիմելը Մոխրովին տալիս է հույս եւ հավատ, որ այո, մյուս անգամ անպայման կստացվի։ Եվ ինչ եք կարծում։ Այո, մյուս անգամ դա Մոխրովի մոտ ստացվում է։ 2000 թվական, սեպտեմբերի 30։ 14-ամյա Կատյային զանգահարում է իր ավագ քրոջ ընկերուհին, 17-ամյա Լենան, ում հետ նա նույնպես մտերիմ էր եւ առաջարկում է միասին գնան զբոսնելու, քանի որ քույրը այդ օրը չի կարողանում իրենց միանալ։ Աղջիկները զբոսնում են քաղաքի կենտրոնում ու չեն նկատում, որ ժամն արդեն երեկոյան 10-ն է։ Նրանց է մոտենում մի մեքենա եւ առաջարկում ուղղակի նրանց օգնել, որպեսզի շուտ հասնեն տուն։ Մեքենայում նստած են լինում երկու տղամարդ՝ Լյոշան եւ աղջիկների գրեթե պապիկի տարիքի Վիկտոր Մոխրովը։ Պատմությունից մի փոքր առաջ անցնելով, ասեմ, որ Լյոշան, այսինքն երկրորդ տղամարդը, տղամարդ չէր։ Նա կին էր, ավելի կոնկրետ, տարբեր դատվածություններ ունեցող կին, ով շատ մտերիմ հարաբերությունների մեջ էր Մոխրովի հետ, ոչ թե սեռական, քանի որ այդ կինը լեսբուհի էր, նա ուներ տարբեր դատվածություններ եւ Մոխրովին ժամանակ առ ժամանակ օգնում էր, որպեսզի կազմակերպեին նման զավեշտալի դեպքեր եւ տարբեր կողոպուտներ։ Կինը հետագայում շատ քիչ է երևում այս պատմության մեջ, քանի որ Մոխրովը չէր ցանկանում իր սիրեցյալների հետ կիսվել նրա հետ, սակայն նա նույնպես ենթարկվում է հետագայում դատական process-ի։ Մոխրովը աղջիկներին հյուրասիրում են շոկոլադ եւ ջուր, որպեսզի ճանապարհին մինչեւ երեխաները զբաղվեն, հա, նրանք հասնեն տեղ, եւ այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը այս ամեն ինչի վրա կենտրոնացնելով հիշեցնել, որ երբեք առաջին հերթին պետք չի անծանոթի մեքենա նստել, ինչքան էլ որ ուժ ժամ լինի կամ հակառակը, ինչքան էլ որ նա բարի դրացիական դեմք ունենա, եւ երկրորդը պետք չէ երբևէ նրանց առաջարկածից օգտվել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ շատ հաճախ հենց ուտելիքի կամ խմիչքի, այո, ջրի մեջ նույնիսկ այդ թափանցիկ ջրի մեջ կարելի է լցնել քնաբեր ու այդ կերպ ձեզ քնեցնել։ Այսպիսով Մոխրովը եւ նրա հանցակից ընկերը, ընկերուհին այս դեպքում, քնացնում են երկու աղջիկներին եւ տեղափոխում Մոխրովի մոտ գարաժ, ավտոտնակ։ Աղջիկներին հերթով բռնաբարում են, որից հետո ընկերուհին օգնում է եւ Վիկտորը նրանց իջացնում է ներքև իր բունկեր, որտեղ այդ 3 տարվա մեջ նա այնքան էր ամբողջը փորել ու կազմակերպել, որ աղջիկների համար դա ուղղակի սովորական տուն ոնց որ լիներ զուտ գետնի տակ։ Կար բոլոր հարմարավետությունները, դե իհարկե բարձ է, ավելի շատ Մոխրովի համար էր այդ հարմարավետությունները, քան աղջիկների, բայց փաստը մնում է այն, որ Մոխրովը կառուցել էր մի ամբողջ տուն գետնի տակ, որպեսզի կարողանա այդտեղ իր ժամանակը անցկացնել իր կնոջ, այս դեպքում իր կանանց հետ։ Այսպեսով 4 տարի շարունակ նա անընդհատ իջնում էր ներքև, նրանց անընդհատ բռնաբարում, դարձնում Կատյային իր ֆավորիտը, արդեն մյուս աղջկան նա այդքան է ուշադրություն չէր դարձնում, նրա հետ նույնիսկ շատ քիչ էր սեռական հարաբերություն ունենում, հա, հիմնականում Կատյան էր նրա ֆավորիտը եւ շատ հաճախ աղջիկներին ասում էր եւ պնդում էր, որ եթե նրանք իրենց լավ պահեն, ապա ազատ կարձակվեն, եթե նրանք իրենց լավ պահեն, ապա նա կթողնի, որպեսզի բարձրանան վերև եւ լողանան։ Այսպեսով շատ հաճախ նա այդ ամենը թույլ էր տալիս Կատյային, բայց Լենային ոչ։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ Լենան գտնում էր շատ վատ վիճակում, ավելի կոնկրետ, հղիացել էր Մոխրովից, Վիկտորը ուղղակի թքած ուներ այդ ամեն ինչի վրա։ Լենան Մոխրովից հղիանում եւ ծննդաբերում է ուղիղ 2 անգամ։ Նա ունենում է տղա։ Երկուսն էլ տղա են ծնվում եւ այն ժամանակ, երբ որ պետք է ծննդաբերեր, Կատյան լինելով դե փոքր հասկանում ենք, որքան էլ 4 տարի է անց այդ ընթացքում է այս ամեն ինչ տեղի ունենում, բայց մեկ է հոգեբանորեն նա պատրաստ չէր սրան։ Մոխրովը պնդում է, ահա ձեզ գիրք, գրքով ուղակի կարդացեք եւ ինքներդ ձեր հարցերը լուծեք։ Այն ժամանակ, երբ որ Լենան ծննդաբերում է, Կատյան ուղակի շփոթվում է, խառնվում է իրար, մեջքով է պտտվում եւ փորձում բարձր գոռալով փակել ականջները, չլսել, թե ինչպես է իր ընկերուհին ցավից գոռում։
Այսպեսով ծնվում է առաջնեկը։ Տղան նրանց հետ մի քանի ամիս է ապրում եւ դրանից հետո մոխրովը նրան բարձրացնում է ու թողնում որևիցե շենքի հայաթում, որպեսզի ինչ-որ մեկը նրան վերցնի։ Մինչև օրս չկա որևէ փաստ, թե գտել են երեխային, թե ոչ։ Երկրորդ երեխային ծննդաբերելու ժամանակ Կատյան մի փոքր կարողանում է օգնել ընկերուհուն եւ կարդացած գրքերի միջոցով կարողանում է պորտալարը ճիշտ կտրել։ Այսպիսով երկրորդ տղային նույնպես մոխրովը բարձրացնում է եւ թողնում շենքերից ինչ-որ մեկի հայաթում։ Այս անգամ աղջիկները հասկանում են, որ սա կարող է լինել նրանց փրկությունը։ Քանի որ եթե առաջնեկի ժամանակ մոխրովը նրանց խոստանում է, որ վերջ, դուք արդեն ազատ եք, ձեզ կբարձրացնեմ վերև, որպեսզի երեխան նորմալ կյանք ունենա եւ այլ բլա, բայց ի վերջո նա երեխային զուտ տանում է եւ ինչ որ միտեղ թողնում, իսկ աղջիկները շարունակում նույն ձև վերաբերվել, Կատյան եւ Լենան որոշում են, որ սա նրանց շանսն է ու կարող են երեխայի մոտ թողնել գրություն։ Պատմեն, թե ինչ է կատարվում նրանց հետ հիմա, ինչ է կատարվել, ինչպես են նրանք այստեղ հայտնվել եւ տալ որոշակի կոորդինատներ, որոնք նրանք հիշում են տան ճանապարհը, հա մի փոքր, տալ կոորդինատներ, որ նրանց գան եւ փրկեն։ Երբ որ մոխրովը վերցնում է երեխային եւ բարձրանում վերև, որպեսզի գնա շենքի մոտակայքում թողնի նրան, նա գտնում է գրությունը եւ այն ուղակի պատռում է, բայց աղջիկներին ոչինչ չի ասում, նույնպես նրանց չի պատժում, այսինքն նա ձևացնում է, թե չի գտել գրությունը։ Երկրորդ փախուստի դեպքը լինում է, երբ որ Կատյան լոգանքի ժամանակ փորձում է տանից փախնել, մոխրովը նրան բռնում է եւ իջացնում նկուղ։ Կրկին ոչ մի վատ բան չի կատարվում աղջիկների հետ, մոխրովը ուղղակի նրանց արդեն քիչ ժամանակ է տրամադրում, ավելի կոնկրետ Կատյային է ավելի շատ ժամանակ տրամադրում, քան Լենային, բայց հիմնականում նա նրանց թողնում է, որ զբաղվեն ինչով որ ուզեն։ Այսպեսով աղջիկներից մեկը սկսում է անգլերեն սովորել, մյուսը նկարել, նրանք փորձում են մի կերպ ապրել այդ պայմաններում եւ փորձում են մի կերպ հույս ունենալ, որ մի օր կկարողանան փախնել այդտեղից։ Լենայի երկրորդ ծննդաբերությունից հետո մոխրովը արդեն նրան այդքան էլ լավ աչքով չէր նայում, իր աչքին նա գեղեցիկ չէր, այդքան էլ ցանկալի չէր ու ցանկանում է նրանից ազատվել թունավորմամբ։ Նա գնում է դեղատուն, ասում է ինձ պետք է այս թունաքիմիկատները, որպեսզի թունավորեմ, որպեսզի սպանեմ իմ ճագարներին, եւ դեղատան աշխատողը կասկածելի համարելով նրա արտաքինը եւ այն ամեն ինչը, ինչը նա ցանկանում է, ուղղակի վերցնում է կոնտակտային տվյալներ, որպեսզի երբ որ պատրաստ լինի տեղը, զանգահարեն նա գա վերցնի։ Նա այդ կոնտակտային տվյալները տալիս է ոստիկանությանը եւ այստեղ թողնում եմ ուղղակի քվիզը, կարող եք նշել։ Ոստիկանները գնում են նրա մոտ, թե ոչ։ Այո, ոստիկանները գնում են մոխրովի մոտ, սակայն չեն գտնում ոչինչ, քանի որ նրանք ուղղակի հարցնում են ինչի համար էր քեզ դեղերը պետք, նա ասում է դեղերը ինձ պետք էր, որպեսզի ճագարներից սպանեմ, ասում են օքեյ, վերջ։ Այսպիսով մոխրովին ոստիկանները ոչ թե ձերբակալում են, այլ ուղղակի երկու հարց տալիս եւ վերջ գնում իրենց գործերով։ Մոխրովը որոշում են նոր զոհ գրավելու համար իր հետ տանել նաև Կատյային։ Նրանք գնում են Ալյոնայի մոտ, ով երիտասարդ աղջիկ էր ու կազմակերպել էր փարթի։ Կատյան ներկայանում է որպես մոխրովի զարմուհի եւ նրանք ամբողջ ընթացքում տարբեր խոսակցություններ են ունենում, ինչպես նաև մոխրովը նրան առաջարկում է լավ պայմաններ, որ կարող է այստեղ վարձելու փոխարեն գալ իր մոտ, իր տանը սենյակ վարձակալել ավելի էժան մաչելի տարբերակներով։ Ալյոնան մտածում է դրա շուրջ, իսկ այդ ընթացքում ինչեւ նա մտածում է, մոխրովը խմիչքի մեջ քնաբեր է լցնում, որպեսզի հենց տեղում աղջկան իր հետ տանի եւ փոխարինի Լենային։ Այսպեսով Ալյոնան չի խմում այդ խմիչքը գինին, հա, որից հետո, երբ որ նրանք հեռանում են, Կատյան կարողանում է գրություն թողնել, պատմելով իրենց ողջ պատմությունը, սակայն աղջիկը չի հավատում գրությանը։ Ցանկանում է բարձել այդ ամենը Կատյայի եւ մոխրովի հետ, այսպեսով գնում է նրանց տուն, տանը ոչ մոխրովն է լինում, ոչ էլ բարձ է Կատյան, քանի որ նա բունկերում էր։ Տանը լինում է միայն մոխրովի մայրը, ով զարմանում է եւ ասում մենք չունենք զարմուհի Կատյա անունով։ Այս ամեն ինչը նրա համար շատ տարօրինակ է թվում, ուստի նա դիմում է ոստիկանություն։ Ոստիկանությունը արդեն իսկ այս ամեն ինչից հետո հասկանում են, որ այստեղ մի բան այն չէ։ Ոստիկանները մոխրովին կանչում են հարցաքննության, որից հետո նրա հետ գնում են բունկեր, որպեսզի տեսնեն արդյոք այնտեղ մարդ կա թե ոչ։ Նրանք վերջապես կարողանում են գտնել այդ աղջիկներին, որոնք կորել են 4 տարի առաջ եւ Կատյային ու Լենային վերջապես ազատ են արձակում։
աղջիկները չէին հավատում, որ ինչ որ մեկը հավատացել է եւ եկել է փրկելու նրանց, դե իսկ Մոխրովին արդեն տեղափոխում են դատարան, որտեղ սկսվում է դատական process-ը։ Ամբողջ process-ի ժամանակ նա պնդում է միայն մեկ բան. ես աղջիկներին վատ չեմ նայել, ես նրանց մասին հոգ եմ տարել ինչպես հայրը հոգ կտաներ իր աղջիկների մասին, ես նրանց սիրել եմ, ինչպես կսիրեր իրենց ապագա ամուսինը, ես նրանց երբեք վնաս չեմ տվել։ Նրանք ինքնակամ են ցանկացել գալ եւ ապրել ինձ հետ։ Այսպեսով Մոխրովին դատապարտում են 17 տարվա ազատազրկման։ Աղջիկներից Լենան, ով 2 երեխա էր ծննդաբերել, փակվում է բոլորից, մեկուսանում է, նույնիսկ չի փորձում գտնել իր երեխաներին։ Նա հարցազրույցներ չի տալիս եւ չի պատմում իր պատմությունը։ Իսկ Կատյան հակառակը, նա ակտիվ հարցազրույցներ է տալիս, պատմում է իր ունեցած փորձառության մասին եւ փորձում փրկել եւ օգնել այլ մարդկանց, որոնք նույնպես առաջ հայտնվել են նման վիճակում։ Պատմությունը սակայն այսքանով չի ավարտվում։ 2022 թվականին Մոխրովը եւ նրա ընկերը սպանում են ինչ-որ մեկին կռվի ժամանակ։ Սպանությունը տեղի ունենում ավելի կոնկրետ ընկերոջ պատճառով, նա ինքն է հրահրում եւ վեճը սկսում, եւ երբ ոստիկանները ձերբակալում են, Մոխրովին նույնպես կասկածում են սպանության մեջ, հետագայում պարզվում է, որ նա օգնել է իր ընկերոջը, որպեսզի դիակը թաքցնի։ Դե իսկ ինչ եղավ Մոխրովի հետ դատից հետո, կարող եք մեկնաբանությունների բաժնում կարդալ։ Ես մանրամասն այդտեղ կգրեմ այս վերջին հատվածը։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակ կոճակը, պարտադիր թողնել մեկնաբանություն, հավանել կամ նույնիսկ dislike դնել տեսանյութին եւ իհարկե մեկնաբանություններում կիսվել ձեր կարծիքով եւ ասել թե ում կամ ինչ երևույթի մասին կուզեք որպեսզի լինի հաջորդ տեսանյութը։ What's your emergency?